իմացա 8 տարվա մեջ չեմ եղել ոչ մի անգամ, ասիված կլոր։ Հանրապես ոչ մեկը չի բարձրացած ճամփորդությունից։ Ինչ նկատում որ ժամանակ է։ Բոլոր ժամանակ։ Ինչ կա չկա, ոնց է։ Լավ, պարոն վարչապետ, դուք ոնց եք։ Ինչ բերք եք հավաքում։ Մամիդոր եք դրեք։ Հիմա ոնց այդ իրան հետ կապված ինչ կարելի ասել։ Իրացում եղավ էլի լավից վատը, չնայած Որտեղ բերքը քիչ է։ շատ քիչ է։ Հեկտար դեմի ես ճիշտ չեմ հասկանում, որ ծիրան տենց խասյաթ ունի։ Մի տարի բերքա տալի, մի տարի դա։ Չէ, եղանակներ, պարոն վարչապետ։ Ավելի անկեղծ եղանակը սրտանություն արեց։ Մի փոքր տենց ցուրտը բանարեց։ Ինչերը Սառեց, հա։ Դեմի մենք մի կողմից հենց հա, բայց հիմա ասում են, որ անցած տարի 200 դրամ է, այս տարի 600 դրամ, հա։ Կա 500, 600։ Գինը բարձրացավ։ Գինը նորմալ է, պարոն վարչապետ։ Դե ժողով ջան, ամեն տարի է, երբ որ պրոբլեմա եղել, չենք կանգնեն ձեր կողքը։ Հիմա չեմ ասում, ես իմիջ գներ եք տվել, բայց այնց արել ենք, որ ճիշտ բալանս կանգնենք։ Խոսք չկա, ուղղակի իմ պարագայում։ Բայց ես մի բան ասեմ, հիմա այս առիթը պետք է օգտագործենք նաև։ Մեր պետք է մտածենք, դուք էլ պետք է մեզ խորհրդակ ոնց առաջ գնանք, որ այս ռոռոկման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների հարցում մի քիչ փոխվենք էլի։ Պարտադիր է, պարոն վարչապետ, մենք էլ ես ինքս հասկացել եմ, կաթիլային ռոռոկման որ անցնենք, համ ջուրը կխնայվի, համ բերքը ամեն ձևի ավելի լավ կլինի, շատ լավ կլինի։ Ինչքան հասկանում եմ, կաթիլայինի համար 0-ից տնկի ապետ դնել, որ ծառը սովորի այդ ռեժիմը։ Իմ ծառը չի կարող սովորի այդ ռեժիմը։ Այդ եմ ասում։ Պարոն վարչապետ ջան, մի խնդրանք ունենք ձեզ։ Ամեցի։ Մեր դպրոցը 20 տարվա դպրոց է, գյուղի սարկած, բայց մենք սպորտ զալ չունենք, որ երեխաները Այդ մեր գործի անունը ինչ այդ է։ Զալ սարքել։ Խաղարապարակ սարքել։ Մենք շնորհակալ լինենք վարչապետ ջան։ Բայց իհարկե չի, ժողովուրդ հիմա տեսեք առաջին 300 դպրոցի ծրագիրը ավարտել ենք, երկրորդ 309-ը պետք է սկսենք։ Բայց երկրորդ 300-ն է, որ մենք սկսում ենք, ոնց ենք սկսում։ Նայում ենք 1000 ներողություն, պարզավոր ձեր գյուղի համար ամենակարևորը ձեր գյուղն է։ Մեզ համար գյուղերի մեջ տարբերություն չկա։ Նայում ենք որն է ամենահրատապը, որն է ամենավատ վիճակը, որ է տանենք, բայց եթե դպրոցը ինքը շենքը նորմալ վիճակում է, երրորդ կարգի վթարային դպրոցը պետք է բանալի։ Մենակ սպորտ դպրոցի արջի, բայց այդ եմ ասում։ Պետք է դպրոցը ունենա իր դահլիճը։ Եթե վթարային է, այդ արդեն կարգի վթարային 2010 թվականից այստեղ կրթահամալիրի թեմա կա, թե չկա։ Էդ էլ պետք է նայենք։ Երեխեքը նոր դպրոց կունենան, այդ հաստատ։ Շնորհակալ։ Ես ասում եմ, որ երեխեքը նոր դպրոց կունենան, բայց երեխեքը պետք է ունենան խաղահրապարակ, այդ միանշան է։ Ես ասում եմ, գյուղը պետք է որոշի իր առաջին 3 խնդրեմը որն է, սկսենք ամենաառաջինից կամ եռյակից։ Մեկը լուծեցինք, մի հատ էլ, հետո լուծեցինք մի հատ էլ, որ մենք կարողանանք աշխատենք, ժողովուրդ ջան։ Դրա համար եկեք կենտրոնանանք 3 խնդիրը որն է, 3 խնդիրը լուծենք, սկսենք ֆիքսենք, աշխատենք, մեկը դուրս կգա արանքից, այն մյուս ցուցակից մի հատը կգա առաջնահերթությունների ցանկ կմնա։ Էլի կլուծենք, 3-ն է կլուծենք, նոր 3 խնդիր կբերենք առաջ։ Այս ճիշտ մեթոդա, որ ճիշտ տեղ հասնենք, այդ հանգույցը կարողանանք քանդենք։ Սամետ հանձիսուների բալուսներ պանավորություն։ Գույթի սարքավորներ դեր չունենք դրական հասկանալ անելիս պետք է հիմնավոր գործ անել, թե չէ տենց հիսապարատիկ։ Մենք շատ արագ ասենք։ Բայց սեվակում ինչ կա։ Սեվակում երեխեք Հիմա չեք աշխատում։ Աշխատում։ Բոլոր հարմարությունները բոլոր հարմարություններով փոքր պետքարաններով